Այսօր տարածված հայտարարության համաձայն մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը բարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել, այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Հիշեցնենք, որ 3 մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունները։ Մասնավորապես Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում ասվում էր. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին ժամը 09:45-ի, 18:35-ի և 20:10-ից 20:45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել, ասված էր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հայտարարությունում։